Բարև բոլորին։ Այսօր ուզեմ խոսել արդյոք ճիշտ բենզին եք լցնում ձեր մեքենայի մեջ եւ ինչա տեղի ունենում ձեր շարժիչի հետ։ Ձեզնից շատերը երևի ֆիքսել են, որ ձեր բենզաբակի կափարիչին գրված է ձեր մինիմալ թույլատրելի բենզինի օկտանը։ Եթե այնտեղ գրված է, որ թույլատրելի է լցնել մինիմում 92 կամ 95 օկտանային բենզին, դա չի նշանակում, որ մեքենան լավ է աշխատելու նշված բենզինով։ Դա նշանակում է, որ եթե լցնեք այդ մինիմում նշված բենզինը, ձեր մեքենան կաշխատի, բայց թե ոնց, ինչ, դա նշված չի։ Ուստեղ շատերը դառնում են մարքեթինգի զոհ։ Առաջինը, ձեր մեքենան նշված մինիմալ օկտանային բենզինով չի տա այն ձիաուժերի հզորությունը, որը նշված է ձեր մեքենայի անձնագրում։ Օրինակ, եթե ձեր մեքենայի շարժիչը 200 ձիաուժ է, դուք մինիմում օկտանային բենզինով կստանաք մոտավոր 160-ից 170 ձիաուժը։ Նաև ձեր մեքենայի արագացումը, եթե անձնագրում նշված է, որ 0-ից 100 կմ/ժ արագությանը այն պետք է հասնի 7 վայրկյանում, ապա լավագույն դեպքում ձեր մեքենան այդ արագությանը կհասնի 8 վայրկյանում, եթե ոչ ավել։ Երկրորդը, ձեր մեքենան այդ մինիմում նշված օկտանային բենզինով երբեք ցույց չի տա այն անձնագրային բենզինի ծախսը, որը դուք ակնկալում եք։ Եվ երրորդ ու ավելի կարևոր հանգամանքը դա նա է, որ շոկ եղանակին ձեր մեքենան կունենա դետոնացիա, որը շարժիչը ուղղակի փչացնելու է, այսինքն տանելու է դեպի կապիտալ վերանորոգման։ Իսկ հիմա բացատրեմ, թե առհասարակ ինչ է նշանակում բենզինի օկտանային թիվը։ Որպեսզի ձեզ շատ չծանրաբեռնեմ քիմիայով, ուղղակի կարճ կասեմ, որ ինչքան ցածր է օկտանային թիվը 92-95, այդքան բենզինը կայուն չի բարձր ջերմաստիճանների դեպքում եւ շուտ է բռնկվում։ Ինչքան բարձր է օկտանային թիվը 98 եւ ավել, այնքան այն կայուն է բարձր ջերմաստիճանների դեպքում եւ բռնկվում է ուշ։ Ինչ է նշանակում շուտ բռնկվելը ձեր շարժիչի համար։ Դա նշանակում է անհավասար պայթուններ ձեր ցիլինդրերի մեջ, որը բերում է դետոնացիայի։ Ժամանակակից շարժիչները ունեն տարբեր աշխատանքային ռեժիմներ, որոնք դետոնացիան հայտնաբերելու դեպքում փոխում են այրման անկյունները, ֆարսունկաների թայմինգները, որպեսզի չվնասվի շարժիչը։ Բայց այդ ռեժիմի ընթացքում ընկնում է շարժիչի էֆեկտիվությունը, այսինքն թափը ու բենզինի էկոնոմ ծախսը։ Դրա համար բենզաբակի կափարիչի վրա գրված թույլատրելի մինիմում թիվը նշանակում է, որ ձեր մեքենան կարա աշխատի տվյալ բենզինով առանց որևէ լուրջ խնդրի, բայց ոչ նենց ոնց որ ինքը նախատեսված է։ Մի հատ կարևոր նյուանս, դուք հիմնականում ձեր մեքենայի վրա չեք տեսնի գրված բարձր օկտանային թիվը, որով խորհրդատրվում մեքենան քշել։ Դուք հիմնականում տեսնելու եք գրված մինիմումը, բայց եթե կա այդ մինիմումի թիվը, նշանակում է դրանից մի նիշ բարձր, հենց այնա, ինչը համապատասխանում է ձեր մեքենային։ Ոնց արդեն ասեցի, ցածր օկտանով բենզինը ավելի շուտ է բռնկվում բարձր ջերմաստիճաններից։ Ու եթե ձեզ մոտ գրված է մինիմում 92, իսկ խորհրդատրվում 95, ապա դուք եթե 92 լցնեք ու քշեք տաք եղանակին +20 աստիճանից ավել, կամ քշեք դինամիկ, ապա կունենաք դետոնացիա անկախ ձեր շարժիչի ռեժիմների փոփոխություններից։ Այսինքն գրված մինիմում թույլատրելի օկտանով բենզինը կարող եք քշել ձմեռները կամ տաք եղանակին ոչ շատ ագրեսիվ։ Նաև հաշվի առնելով, որ շոկ եղանակին խցանումների մեջ կանգնած լինելը, դա նույնպես շատ է տաքացնում շարժիչը, որը նույնպես կբերի դետոնացիայի։ Ու ամառները պետք է լցնել խորհուրդ տրվող բարձր օկտանով բենզինը, այլ ոչ նշված մինիմումը։ Նույնը դինամիկ քշելու դեպքում պետք է լցնել նշված բարձր օկտանային թվով բենզինը։ Նաև անկախ բենզաբակի վրայի գրվածներից շարժիչում կա մեկ պարամետր, որով ամենաճիշտն է հասկանալ, թե ինչ բենզին է պետք լցնել։ Որովհետև բենզաբակի վրայի գրվածները դա մարքեթինգի մի մասն է։ Ուրեմն շարժիչի գլանների ներսում գոյություն ունի compression ratio պարամետրը։ Դա սեղմվելու ճնշումն է։ Խոսակցական լեզվով ասած ստեպեն ժատիա։ Դրանով է պայմանավորված, թե ինչ ջերմակայունության օկտանով բենզին է պետք լցնել ձեր մեքենան։ Ինչքան ճնշումը բարձր, այդքան շուտ կբռնկվի ցածր օկտանով բենզինը, որը հենց իր հերթին բերում է դետոնացիային։ Դուք ինտերնետով հանգիստ կարող եք գտնել ձեր շարժիչի compression ratio պարամետրը, որից կարող եք հետևություն անել։ 9.5-ից 10 ճնշման դեպքում մինիմում 92, շոկ ժամանակ 95 օկտանով բենզին։ 10.5-ից 12-ի դեպքում մինիմում 95, շոկ ժամանակ 98։
12-ից 14-ի դեպքում միայն 98 եւ ավելի բարձր։ Չնայած որ այս բարձր ճնշումով շարժիչներում կարող եք լցնել 95 օկտանով բենզին եւ քշել հանգիստ կամ սառը ժամանակ, բայց ձեր շարժիչը միևնույն է կունենա թեթև դետոնացիա։ Այս ամենը վերաբերվում էր մենակ ատմոսֆերային շարժիչներին։ Իսկ եթե ձեր շարժիչը ունի տուրբո, անկախ նրանից թե ինչ է գրված ձեր շարժիչի ճնշման թիվը, 9.5 թե 10, միևնույնն է պետք է լցնել մինիմում 95 օկտանով բենզին, իսկ ստաբիլ աշխատելու համար, հատկապես շոկ եղանակներին, 98 եւ ավել։ Մի կարևոր նյուանս էլ։ Ես շատ եմ լսել, որ ասում են ես բարձր օկտանով բենզին լցրեցի ու տարբերություն չզգացի։ Այո, դուք ճիշտ եք, երբեմն դուք կարաք միանգամից տարբերությունը չզգաք։ Դա կախված է թե ինչքանով աղտոտված ձեր այրման համակարգը կամ ինչքան արագ կադապտացվի ձեր շարժիչը այդ նոր բենզինին։ Երբեմն կարիք է լինում 2 ամբողջական բակ լցնել այդ բարձր օկտանով բենզինը, որպեսզի այդ ընթացքում մաքրվի ձեր շարժիչում հայտնված նագարները, տեղի ունենա ադապտացիա եւ նոր դուք զգաք տարբերությունը։ Իսկ թե ինչի է բերում դետոնացիան, նագարակալում են կլապանները, որոնք իրանց հերթին կորցնում են հերմետիկությունը, ցիլինդրերի պատերին առաջանում են խազեր, որոնք իրանց հերթին բերում են յուղի գեր ծախսին, այնուհետև շարժիչի արագ մաշվելուն եւ ի վերջո կապիտալ վերանորոգման։ Իհարկե, եթե դուք մեքենան գնել եք լրիվ նոր ու 0-ից քշում եք ցածր օկտանային բենզինով մի 60-80 հազար կիլոմետր, դուք ոչ մի խնդիր չեք զգալու ու կարող եք մեքենան տենց վաճառել, դա ձեզ խնդրի առաջ չի կանգնացնի։ Խնդիր կունենա երկրորդ տերը։ Ինչևէ, ստուգեք ձեր շարժիչի compression ratio-ն, լցրեք համապատասխան օկտանով բենզին ու պետք չի ասել, որ Հայաստանում լավ բենզին չկա, սաղ նույն զիբիլն է։ Ասեմ ձեզ, որ լավ էլ կա։ Ուղղակի ես գովազդ չեմ անում, բայց ձեզնից շատերը գլխի կընկնեն, թե որ բենզալցակայանի բենզինի մասին է խոսքը։ Իսկ այսօր այսքանն էի պատրաստել ձեր համար, գրանցվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողեք հաջորդ տեսանյութերը եւ մեքենաների թեստ դրայվերը, իսկ մենք կհանդիպենք հաջորդ թողարկումներում։ Ձեզ անփորձանք երթևեկություն, առայժմ։